Ազգային ժողովի շենքի դիմաց այսօր ակցիա էր կազմակերպվել 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների եւ պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն էր՝ հրապարակել ամբողջական զեկույցը եւ բացահայտել տեղի ունեցածը։ Բաքվում ապօրինի պահվող հայերի առողջությունը գնալով վատթարանում է, նրանց կյանքին սպառնացող ռիսկերը մեծանում են։ Սպուտնիկ Արմենիային հայտնել է Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով դեռևս կարողանում են պաշտոնական որոշակի տվյալներ ստանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով, թեև դրանք շատ հաճախ ձևական բնույթի տեղեկություններ են պարունակում։ Ըստ իրավապաշտպանի, այս պահին դատապարտված հայերը չեն կարողանում ծանոթանալ կայացված դատավճիռների հետ։ Իմնեմնիմի հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Սամսոնյանի կալանքը տնային կալանքով փոխարինվել էր այս տարվա փետրվարի 17-ին։ Հայաստանի Գեղարքունիքի մարզում Մարտունի քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել։ Հայտնում է ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Ամերիկյան Էքսիոսը հղում անելով իր աղբյուրներին հաղորդում է, թե Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները կարող են այս շաբաթ Պակիստանում հանդիպել իրանական պատվիրակության հետ։ Ըստ նույն աղբյուրի, բանակցություններին հնարավոր է միանա նաեւ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեշեշքյանի հետ, խոստանալով Իսլամաբադի օգնությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, հայտնել են Իրանի նախագահի աշխատակազմից։ Նա այս պաշտոնում փոխարինում է Ալի Լարիջանիին, որը սպանվել է Իսրայելի հրթիռային հարվածների հետևանքով։